Դեռևս չեն լռել հայաստանյան իշխանությունների այն բարձրաձայնումները, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը մեր երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի վերջին հայտարարությունն այլ բան է հուշում։ Արտաքին անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, եւ 2012 թվականին տնտեսական աճը հայտարարված 4%-ի փոխարեն կկազմի 3.8%։ Առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի այս հայտարարությունը արդեն իսկ տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Եթե մենք համեմատենք այդ թվերը տնտեսական աճի մի քանի տարի առաջ գրանցված տնտեսական աճի հետ, երբ որ մենք ունեինք 13-14% տնտեսական աճ, իսկ ճգնաժամի այդ գագաթնակետին մենք ունեցանք 14% մոտավորապես տնտեսական անկում, սա բավականին հետ գցեց Հայաստանը իր տնտեսական զարգացման մեջ։ Այսինքն մոտավորապես 5-ից 6 տարի պետք է, որ Հայաստանը հասնի զարգացման այն մակարդակին, որը կար մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, գտնում է տնտեսագետ Թամարա Սիմոնյանը։ Վերջինիս գնահատմամբ բոլորովին էլ պատահական չէր միջազգային կառույցների այս գնահատականը։ Տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերն առայժմ անպտուղ են, շարունակում է տնտեսագետ Արթուր Առաքելյանը։ Ըստ նրա, ստեղծված իրավիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ են գործնական քայլեր։ Եթե մենք նայենք Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռին, ապա անկախացման օրից ի վեր մենք մշտապես ունեցել ենք բացասական հաշվեկշիռ, այսինքն Հայաստանը ավելի շատ ապրանքներ ներմուծում է, քան արտահանում է։ Մենաշնորհները ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանի նման երկրում կարող են առաջանալ տարբեր ուղիներով եւ եղանակներով։ Եթե ընդունենք, որ նրանք այնուամենայնիվ առաջացել են բնական ճանապարհով եւ անօրինական ոչինչ չեն արել, այսինքն նրանք առաջացել են ավելի բարձր արտադրողականության եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում, այնուամենայնիվ նրանք իրենց հետագա գործունեության արդյունքում դառնում են անարդյունավետության պատճառ։ Տնտեսագետների գնահատմամբ հիմա նաև մտահոգիչ է Հայաստանի արտաքին պարտքի չափը, եթե նկատի ունենանք, որ դրանք վերադարձնելու ուղիները հստակեցված չեն։ Վերջին տարիներին գնաճի զսպման ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Ավելին ըստ գյումրեցիների առաջին անհրաժեշտության ապրանքների գներն օրեցօր բարձրանում են։ Կոնկրետ եսին վրա չեմ զգում, ու այդպես էլ բոլորը, ինչ տնտեսություն ունենք, որ աճ լինի։ Տնտեսություն պիտի լինի, արտադրանք պիտի լինի։ Վերցնենք Լեննակ Գյումրի մասշտաբով ինչ արտադրում, աճը որտեղ է, խոսքերով լինում է, բայց իրականում ոչ մի բան չկա։ Բոլորի գներն է բարձրացել։ Ներքին կարգով ամեն ինչու գինն է բարձր է։ Նշենք, որ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2012 թվականի առաջին ամիսներին արձանագրվել է 3% գնաճ։ Նույն հրապարակման համաձայն տնտեսական անկում գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում։